Ոչ թե ձերդ վատամարտն եք, դուք մեկ հրահան կատարեք, մեր ձերնից քաշեք տանեք, մի հատ զեկուցեք, որ 4 հոգու բռնեք, տարել եք ընդ գիտես ինչ կա, կուտուսկա ենք մցրել։ Այս կասախցիներին այս լավ չեն պահում։ Ձեր պաշտոնին ամեն մեկիդ կբարձանա դրա համար։ Իսկ ոչ մեկ պաշտոնից աթոռից չի կտրվում, մի հատ գաստ է, մի հատ ասա ախպեր ես, հարցը սենց է, մարդիկ էտան իրաց գործին, մի հատ դրական կամ լուծում տան։ Դուք եկել եք ստե, ինչի մարեք եք ստե ախպեր։ Ես որ նայում եմ ուզում հասկանամ զորք թեն խրգեք կասախցու վրա։ Դիշ շամրլեցեն, ծուր չամր մշեցեն, հակաղը մեկ էլ տեսա ծուր բան արեցինք, հա։ Ծուր բան կանեք ուժդաս չուզած կանեք, որ ընդամենը ուզում եք, որ ավտոբուսը հելնես է 200 մետր վերև, իշն է հետա իրա գործին ախպեր։ Ոչ մեկ չի ուզում։ Մենք կարևոր է, մի հոգու թե 100 հոգու, դա կարևոր չի։ Կարևոր չի, քանի հոգի են տա։ Կարևորը չի։ Կարևորը որ բերմանը ենթարկում նրա համար, որ եկել մարդ ասում է, ավտոբուս են կուզում, բարձանա սովխոզ ընդամենը։ պահեն, եկել են ինչն է պահ։ Զոր, գլեն այ զոր, զորքը բերեք այնացրել է, որ 50-ին համարը չպետի բարձանա ախպեր սովխոզ։ Ուր ուզում են թող էտան ախպեր։ Փախել են իրանց համար հանգստանալու։ Դոյտան ընդ է պահեն, չկան ստե պահեն։ Եկել են հասարակ ժողորդին ինչ են ուզում անեն։ Ծեցեն, ջարդեն, հա, որին։ 70 տարեկան մարդու քսել էին ոտերի տակ։ Չի, 71 տարեկան էլ ես են ծել էին։ Թորը համար է եկե, իրերը խոմար է եկե, որ պայքարի ավտոբուս է։ Ավտոբուս էլ վերև ինչ է, ես խուժանություն են անում էի, որին չլի։ Վերել է սաղ զորքը լեցել ստել, դոտան սաման պահեն, որ թուրքը չկա իր ասկանանիքին։ Անօրինականություն են համարում, ուրեմն Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Ինքը այս ձևով նստել է երկրի ղեկավար, մենք ենք ընտրել։ Եթե սա անօրինականություն է, ինքը անօրինական ընտրվել է ուրեմն։ Այո։ Եթե անօրինականություն է, թող ինքը հիմա հրաժարական տա։ Ինքը անօրինական է ընտրվել։ Իրան հենց սենց ենք ընտրել։ Բա հենց սենց ենք ընտրել։ Այդ ժամանակ ուրախանում է։ Հա, մեզի տեր կայնես։ Մեր պահանջները կատարվել, հիմա ոչ մի բան։ Եկան բրդին ընկնում է, երկրորդ կարգի հաշվանդամ է։ Անօրինականություն է, իրավունք չունես ճանապարհ փակես։ Իրանք իրավունք ունեն, որ տրանսպորտով ես չկարանամ գնամ քաղաք բժշկի կամ միտեղ։ Իրանք 10 ավտոյով իրար հետև էթան էլի։ Ուրա մարդու իրավունքների պաշտպանը։ Ուրա, ինչու չկա։ Քանի անգամ խնդիր կասնե մարդու իրավունքների պաշտպանը ինչու ստեղ չի։ Պետք է ինքը գար, որպեսզի իրեն հարց տա, եթե էսի անօրինական է, սահմանադրությամբ կետով անօրինական է, մենք ելնենք հասարակություններ հետանք մեր գործերին։ Ոչ մի բան ախպեր, ոչ գալիս են, ոչ հարցնում են, ոչ էլ ոչ մի բան։ Մենակ զորք մի օրենքի կետ ցույց տան, որ սա անօրինական է, անօրինականը նա է, որ իմ որդուն, անչափահաս որդուն հավաքեցին տարան։ Մի օրինական ուժ։ Այո։ Մյուս 17 տարեկան, մյուս որդիս էլ 15 տարեկան է, ինքն էլ հետևից գնաց աղբոր հետևից, ոտքով, հիմա իս ճանապարհը, որ մի փորձանք լինի այս մայրուղիում, գիտեք, որ ոչ անցում կա, ոչ մի խնդիր չկա, ինչ են անելու օրենքը, ինչ է անելու մեր այս օրինական մարմինները, ինչ են անելու։ Ես չտեսա բռնի ուժ, բայց փաստը մնապաստ, որ ես հիմա հետը կապնվեցի տարել է, նույն մեր առաջնորդ Արտուրի և մի քանի ուրիշների հետ։ Դե հիմա հարցի լուծումը թող մյուսները տան ու ամբողջ պետությունը տա, կարա մի օրենքի փոքրիկ ուժ։ Այդ օրենքով թող փոքր երեխաներին այս ճանապարհը, որ ոչ անցում կա, ոչ էլ գետն անցում կա, անցկացնեմ, որ դիմացից նստի 59-ը գնա դասի։ Ուր է այդ օրենքը, շարվեշարան կանգնել են, թող մյուս շարվեշարաններ տանեն, ոչ անցում ունենք, ոչ գետն անցում, մեկն ու մեկը թող անի դա, մենակ ժողովրդին են գալի, թող ժողովրդի երեխաներին էլ պաշտպանեն, թող իրանց գործը այդ ուղղությամբ էլ անեն, թող անեն, ես պահանջում եմ մի կետ, օրենքի կետ, որ մենք սխալ ենք,
մի հատ ցույց տան այդ կետը, ես օրենքով գլուխս կախեմ հեռանամ այստեղից։ Թող ցույց տան։ Չէ, չնկատեցի, ես հետո իմացա, եթե ես նկատեի 5 օգուտ բերման ինքը ետար։ հաստատ կա։ 6, հա։ Այդ թվում իմ որդին, այո, անչափահաս որդիս։ Բաժին են տանում ոստիկանության։ Չէ, իրանց հո չեն ասի, որ բաժին են տանում։ Այ երբ որ հետ կան, տեղյակ կլնենք, որտեղից են գալիս։ Նույն օրենքը թող գլուխը կախի, կառավարության դեմը։ Ես ինքս կգնամ մինչև կառավարություն, մինչև դատարան նույնիսկ, եթե հարկ լինի։ Բայց ինձ չի թվում, որ պետք է տենց բան։ Ժողովուրդ ենք, բոլորս էլ մարդ ենք։ Կարելի է մարդկային մի փոքր նշուլ ցուցաբերել։ Բոլորս էլ աշխատում ենք։ Ես էլ աշխատանքից կտրվել եմ։ Իրանք էլ են աշխատում, ոչինչ չունեմ իրանց ասելու։ Բայց պետք է իրանք մեր կողքը լինեն, ժողովրդի կողքը։ Ոչ թե ինչ որ մի գազելների կողքը, որ իրանց փողի համար գազել աշխատի։